Լավ կլինեն բոլորը սրտի խորքից ասենք փառք Տիրոջը նորից։ Տերը մեծամեծ բաներ պետք է անի, ովքեր որ սրտանց հավատում են։ Տեսնենք Պողոս առաքյալը Սուրբ Հոգով լեցված ինչ է գրել ինձ համար եւ ձեզ համար։ Սա գրված է Տարաչի Կորինթացիս թուղթ 2-րդ գլուխ 4-րդ խոսքից։ Սա ասում է Պողոս առաքյալը Սուրբ Հոգով զորությամբ լեցված։ Եվ իմ խոսքս ու քարոզությունս ոչ թե մարդկային իմաստության համոզիչ խոսքերով էր, հապա հոգուն եւ զորության ապացությունով է։ Մեծատար է գրված Սուրբ Հոգուն եւ զորության ապացությունով է, որպեսզի ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, հապա Աստծո զորությունով է։ Հավատքը, որը մարդկային իմաստությունից է ծնվում, հավատքը, որը Աստծո խոսքի զորությունից է լինում։ Պողոս առաքյալը այդ մասին շատ խորն է գրում։ Նորից եմ ուզում անդրադառնալ, որպեսզի ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, հապա Աստծո զորությունով լինի։ Մարդկային իմաստությունից ծնված հավատքը չի օգնի։ Երբեք օգուտ չի կարող տալ, արդյունք չի լինի, օրհնություն չի լինի, բժշկություն չի լինի։ Այն հավատացյալը, որը կարողանում է սրտանց ընդունել Աստծո խոսքը։ Եղբայրներ, քույրեր, ինչքան այսօր կա մարդիկ ունեն գիտելիքներ, շատ իմացողություններ, Աստծո խոսքը լավ գիտեն, բայց իրոք որ այդպես չեն ապրում իրանք։ Այդ հավատքը չունեն, վստահություն է Տիրոջ նկատմամբ։ Ինչպես երկու անձնավորություն, երբ որ սովորաբար պոեզի մեջ մի կուպեի մեջ որ հանդիպում են, այն որ ասում է գիտությունը ինչ անեմ, հպարտացնում է մարդին, որ մարդը կարող է գիտելիք ունենա, բայց Աստծո խոսքի մեջ չի ապրում ինքը։ Երբ որ հանդիպում իրար հետ եւ ինչ է կատարում, մեկն ասում է ես Աստծո խոսք Աստվածաշունչը լավ գիտեմ, շատ խորը գիտեմ, ես կարող եմ քեզ այնպես անել, որ Աստծո խոսքով տանել քեզ փակողի մտցնել, ռուսերեն տուպիկ մտցնել, բայց այն եղբայրը որ շատ համեստ է, վերջին գիտեք ինչ է պատասխանում, ասում է, բայց մի բան գիտեմ ես, որ Աստծո խոսքը մարդուն փակողի չի տանում, տուպիկ չի տանում, այդ տուպիկից է հանում։ Համաձայն եք։ Եղբայրներ, քույրեր, Աստծո խոսքը մարդուն չի տանում դժվարության մեջ, Աստծո խոսքը մարդուն ազատագրում է։ Դրա համար պատահական չէ, որ սովորաբար եթե մենք նայում ենք, եղբայրներ, քույրեր, Հռոմացիս առաջի գլուխ որ կարդում ենք 16 խոսք ասում, ասես ես ամոչ չեմ սեպել ավետարանը, քանզի նա Աստծո զորություն է ամեն հավատացողի համար։ Աստծո խոսքը ունի զորություն։ Ինչպես եղբայրները հորդորեցին, ինչպես անձև է գալիս արդյունք է բերում, այդպես խոսքը որ ընդունում ենք, նա իր արդյունքը պիտի բերի։ Ում կյանքում, ովքեր որ սրտանց հավատում են, ովքեր որ չեն երկմտում, եղբայրներ, քույրեր, ովքեր չեն երկմտում։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 15 խոսքը 10-10 գրված է։ Աստծուն մոտենալու համար պետք է երկու բան։ Աստծուն մոտենալու համար առաքյալն ասում է, պետք է Աստծուն մոտենանք, ինչպես ճշմարիտ սրտով, հետո ով է հիշում, լեցուն հավատքով։ Եթե մոտենանք ուղիղ սրտով, լեցուն հավատքով, հնարավոր չի պատասխանը չստանանք։ Հնարավոր չի որ արդյունքը չլինի։ Իսրայել ժողովրդի համար գրված է, ինչի համար է գրված։ Եբրայեցիս 4-րդ գլուխ 2-րդ խոսքում գրված է։ Եբրայեցիս 4-րդ գլուխ 2-րդ խոսքը, որովհետև ասում է մենք կրանոցպես ավետիս առած ենք։ Մենք էլ ավետիս ունենք, մենք էլ խոստմունք ունենք։ Բոլորս ունենք խոստմունքներ, Աստծո կողմից խոստմունքներ։ Եղբայրներ, քույրեր, բայց գրված է նրանք էլ խոստմունք ունեին, բայց գրված է հավատքով խառնված չէր։ Այնպիսի հրաշքներ տեսավ Իսրայել ժողովուրդը, որ մենք այդպիսի հրաշքներ չենք տեսել։ Թե Եգիպտոսում թե Կարմիր ծովի բացվելը, բայց գրված է խոսքը հավատքով խառնված չէ, դրա համար նրանք տեղ չհասան, նրանք Քանանու երկիրը չմտան, որովհետև խոսքը հավատքով խառնված չէ նրանց մեջ։ Նրանք չընդունեցին կենտանի խոսքերը։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, Հեսուի գրքում գրված է 2:8, Հեսու 2:8, գրված է Ռախաբը նույնը ժողովրդից է, երեկոմ հազարավոր մարդիկ կային, բայց ինչ էր պատճառը։ Այս ժողովուրդը գիտեն հրաշքների մասին, նրանք ասեցին, որ այո, այն հրաշքները որ Տերը արել է, միջ անգամ գետի բացվելը եւ այդպիսի բաներ շատ են լսել։ Բայց ինչ էր պատճառը, որ ժողովուրդը չհավատացին, միայն մի հատ մի կին, որի տունը Պարիսպի վրա կառուցված էր, գրված է Ռախաբ անառակ կինը։ Նա ընդունեց, նա հավատաց, լրտեսներին խաղաղության բաց թողեց։ Եվ գիտեք ինչ արեց։ Ռախաբը միայն իր մասին չմտածեց, այսօր հավատացյալներ կա միայն իրաց մասին է մտածում։ Բաքու ամուսնու մասին ով պետք է մտածի, քարազատ բարեկամի մասին, ապաշխարության մասին ով պետք է մտածի։ Ռախաբը իմացավ, որ սովորաբար Աստված պետք է կործանի քաղաքը։ Նա ամբողջ ազգ բարեկամներին, ծնողներին, եղբայրներին, քույրերին, հարազատներին սաղին հավաքեց իր տունը, ու գրված է Ռախաբի պատճառով ամբողջ ազգ բարեկամները փրկվեցին։ Իր հավատքի պատճառով, գիտեք։ Մենակինք հավատաց, դրա համար ասում է, դա իրան արտարություն համարվեցավ, փրկություն եղավ։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, շատ կարևոր ինձ համար, ձեզ համար, որ մենք երևույթին չնայենք։ Առաջի կարևոր բանը, եթե ուզում եք որ բժշկությունը կատարվի, առաջինը պետք է մեղագանք, զղջանք։ Հենց դրանից հետո կատարում է հրաշքները, եղբայրներ, քույրեր, որովհետև Տեր առաջերտին ինչ է ուզում անել։ Ուզում եք որպեսզի իրոք որ մենք մեղագանք Տիրոջ առջև, ճանաչենք մեր մեղքերը, զղջանք,
Պետրոս Արաքյան ասեց. «Դարձեք եք, ձեր մեղքերից մաքրվեք, որպեսզի սփոփանքի ժամանակներ կան Տիրոջ երեսից, ուրախության ժամանակներ կան, խաղաղության ժամանակներ կան Տիրոջ երեսից, Տիրոջ Սուրբ Հոգուց եղբայրներ քույրեր»։ Սա կարևոր բան է այսօր բոլորիս համար, որ մենք գրված ի՞նչն է հաղթում աշխարհին։ Եղբայրներ քույր, ի՞նչն է հաղթում աշխարհին։ Գրված է հավատքը։ Հավատն է, որ հաղթում աշխարհին։ Հավատքը դա ուժեղ իրոք որ ուժեղ բան է սա, որ հավատքը չի նայում վիճակներին, չի նայում տկարություններին, չի նայում հիվանդությանը, չի նայում խնդիրներին։ Հավատքը տեսնում է Քրիստոսի արած գործերը։ Այն որ Եսային տեսավ ասեց. «Նա մեր անիրավությունները, մեր մեղքերը իր վրա վերցրեց, մեր ցավերը ինքը կրեց, եւ նրա վերքերով, ասում եմ, մենք արդեն բուժվեցինք»։ Նրա վերքերը բուժող վերքեր են, նրա ձեռքերը ազատագրող վերքեր են, կաբանքները քանդող ձեռքեր են, որ կարողանանք սրտանց հավատալ։ Եղբայրներ քույրեր, շատ կարևոր է սա։ Հավատքը տալիս է զորություն, հավատքը տալիս հաղթություն։ Այն հավատքը, որը կառուցված է Աստծո կենտանի խոսքի վրա, ոչ թե նորից գաղափարների վրա է կառուցված։ Թող Տերը փառավորինի։ Եկեք սրտանց կանգնենք Տիրոջ առջև։